Գյուրջան Կասկադ, ցանկացած համեմատություն մեր օգտին է։ Ասուբարի նախ մեր Զորի թաղի ժողովրդին, տեսնից դոխերով, բաներով մարդիկ դիմավորեցին, այսինքն դոխի ղադերը գիտեն, շան ղադերը գիտեն, հա, ուրա կիրի շշտեղ է։ Հա, հարգելի գյումրեցիներ, համաքաղաքացիներ, այս կարևորագույն պահին, ուրեմն ես միշտ այս նույն խոսքերը այստեղից եմ սկսում, որ ինչն է պատճառը, որ ես առաջադրեցի իմ թեկնածությունը։ Ես միշտ այդտեղից եմ սկսում, որովհետև 13 տարի աշխատելը դա լուրջ ժամանակահատված է, 13 տարի, պատկերացրեք։ Ու այսպես հեշտ ու հանգիստ չենք աշխատել, զրկանքներով, պրոբլեմներով ու չգիտեմ ինչով, բայց ամենակարևորը մենք կարողացանք քաղաքը կառուցել ձեր աչքի առջև։ Այն մի քիչ այնտեղ Սուրբ Նշան եկեղեցին է, երբ որ երկրաշարժից հետո փլվել էր գմբեթները, մեծերը հիշում են, ես այդ ժամանակ երկրաշարժին 27 տարեկան էի, երբ որ ստանձնեցի Սուրբ Նշան եկեղեցու վերակառուցումը, ուրեմն 28-30 տարեկան էի։ Եվ առաջի գործերից մեկը դա եղել, որ Սուրբ Նշանը մենք վերջացրեցինք, հետո Աստծո ողորմածությամբ Աստված արժանացրեց, որ ինձպես անարժանը վերակառուցի ամենափրկիչ եկեղեցու։ Մի խոսքով, երկրի ճակատագիրը, երկրի վիճակը այսօր տեսնելով, ես չէի կարող ձեռնպահ մնալ եւ ասենք ինձ համար իմ ընտանիքի հետ կամ ասենք թողնել քաղաքից գնալ ինչ որ որևիցե մի տեղ, որի հնարավորությունը ունեմ փառքասու, գնա ինչ որ ինձ համար ապրեի։ Ես չեմ կարող այդ սկզբունքով գոյատևել։ Ես իրոք այն սկզբունքով եմ ապրում, որ ասենք մասսաների ժողովրդի քաղաքի երկրի համար։ Իմ ապրելակերպը դա է։ Եվ դաստիարակում եմ իմ երեխաներին, իմ թոռներին ու ինձ ընտորող մարդկանց բոլորին ասում եմ, առաջինը հայրենիք եւ հետո մնացածը անձնական։ Եվ այս ճակատագրական պահին Արցախյան պատերազմում տեսնելով, թե ինչ սկզբունքով առաջնորդվեցին Հայաստանի Հանրապետության ղեկավարները, ոնց հանձնեցին Արցախը թուրքերին, եւ այսօր թուրքերի, ադրբեջանցիների եւ օսմանյան թուրքերի հրամանները ղեկավարների ոնց են բախվորիկ ձևով կատարում, ոնց են այսպես գլուխները կախած, ուզում են հիմա էլ Հայաստանի սահմանադրությունը փոխել, Սյունիքի հաստ են առաջ քաշել։ Կտեսնեք մի քանի վաղ հետո սրանք առաջ կքաշեն Սևանա լճի խնդիրը, որովհետև աշխարհում ջուրը պակասում է, իսկ Սևանը դա իրենից ներկայացնում է, որ ամբողջ աշխարհում պահանջարկ է լինելու Սևանին, գազից, նավթից, բենզինից ավելի թանկ է Սևանը։ Կտեսնեք սրանք կամաց դրա հաշտն առաջ քաշելու, որ իրենց համար ավելի կարևոր է Սևանը, քան թե մոլիբդենը կամ ոսկին կամ որևիցե մի բան, որովհետև ջուրը ավելի թանկ է այսօր աշխարհում։ Մի խոսքով, ինչքան մենք զիջումների գնանք, այնքան նրանց ախորժակը կբացվի։ Այդպես է, աշխարհում է այդպես։ Ինչքան թույլ տաս, այնքան իրենք քայլ տալիս են առաջ։ Սա թուրքական ծրագիրն է, պանթուրքիզմն է, որ դարավոր, ինչքան իրենց նախագահներն ու վարչապետները փոխվեն, իրենց այդ ծրագիրը, թուրքական ծրագիրը, Անդրանիկ Զորավարի ժամանակահատվածից եւ դրանից առաջ նրանք ուզում են իրականացնել։ Ամբողջ Միջին Ասիայով, Ռուսաստանի Վոլգա գետի բերանով ամբողջությամբ մինչև Յակուտիա մեծ փուրանն են նրանք ստեղծելու եւ իրենք բարձրաձայն ասում են, այո, Հայաստանը մեզ խանգարում է։ Այս ամեն ինչը տեսնելով, այս մեր վախվորիկներին տեսնելով, անարժան ղեկավարներին տեսնելով, ուրեմն սրտապիղծ, այսօր երկրում ոչ թե հերոսները տեղ ունեն, այլ հոմոսեքսուալիստները, ԼԳՏԲ-ն եւ մնացած ապրելակերպ ունեցող մարդիկ։ Ես զարմանում եմ, թե այսուր հասանք, պատկերացրեք, թե ու դրանում մեզ տանում են Եվրոպա։ Դուք հիշում եք Սոդոմ Գոմոր քաղաքների պատմությունը։ Եվ այդ ամեն մեղքը դանեցքը թափավ
եւ քաղաքները ավիրեց Աստված։ Ամբողջ Եվրոպան այսօր նախագահները երեխա չունեն, պատկերացրեք, երկրի պրեզիդենտները երեխա չունեն, ընտանիք չունեն, ու իրանք դրանով ուրախանում են։ Իսկ մենք գիտենք, թե մենք ինչ սկզբունքով ենք ապրել ու ինչ ենք արել ու ուր ենք գնում։ Պատկերացրեք, երբ որ հրեաները պատերազմի մեջ էին արաբների հետ Եգիպտոսում, նրանք ուլտիմատում դրեցին, եթե հանկարծ Երուսաղեմին բան եղավ, մենք կխփենք Սուեզի ջրանցքին, եւ այնտեղ բոլորը սսկվեցին ու խելոք տեղերը նստեցին։ Մենք այսօր այս պատերազմի ժամանակ կարող ենք խփել Բաքու Ջերյան նավթամուղին, եւ եթե իրենք չկատարեն Հայաստանի պահանջները։ Երբ որ ասում են այս վարչապետին, նա ասում է ինձ այդ Բրիջիտ Պետրոլիումի տնօրենը, սեփականատերը անգլիացի է, ինձ ասել է, որ հանկարծ դրան չխփեք։ Մի խոսքով ինձ խնդրել է, դրա համար մենք չխփեցինք, այսինքն մեր երեխեքը մահանան, ինչ եթե մեկը մի բան է խնդրել, դրա ինքը պետք է նրանց կամքը կատարի։ Երբ որ 4000 ադրբեջանցիներ հավաքվել էին իրար հետ, մենք այդպիսի զենքեր ունենք, որ կարող ենք այդ 4000-ին վերացնել։ Երկրի շտաբի պետը, նախարարը, ուրեմն պաշտպանության նախարարը զեկուցում է, ասում է թող զենք իրարենք չի թողնում, որովհետև ասում է միջազգային հանրությունը մեզ կասի թե շատ մահ տվեց Ադրբեջանը։ Այսինքն մեր երեխեքը հեչ։ Եվ այսպես շարունակական։ Ուրեմն մոտ 5000 բայևոյ աֆիցերներ պատերազմից առաջ բանակից ազատել են Հայաստանի Հանրապետության ղեկավարությունը։ Այն հրամանատարներին, որոնք պատերազմը հաղթանակել են, պատկերացրեք։ Բացի այդ ամեն ինչից, ուրեմն հակաօդային պաշտպանության 2 թե 4 ուղղակի լավ չեմ հիշում այս պահին, 2 թե 4 ներողություն 4 զորամաս լուծարել են, այսինքն երկինքը թողնելով թշնամուն, դիտավորյալ 5 միլիոն դոլարի զենք են թողել թուրքերին, միլիարդ ներողություն, դուք պատկերացնում եք, թե դա ինչ է նշանակում։ Աշխարհում նմանադեպ տեղի չի ունեցել, որ մի ազգը, եթե ուրեմն գրավում է մյուս ազգի, ուրեմն տարածքներն ու տներն ու քաղաքներն ու գյուղերը, հեշտ ու հանգիստ բանալիները հանձնեցին մեբելով, ուրեմն բոլոր գործարաններով, ամեն ինչ այսպես սիրում թողեցին թուրքին ու ցերկերը ցավ տալով թողին եկան, այսպեսի բան ով է տեսել աշխարհում։ Ամբողջ աշխարհը զարմացել է, թե ոնց կարող է այսօր կան մարդը, ուրեմն մենք այսքան տարիներ տուն սարքենք, հա, բանալիները տանք թուրքին, թողնենք երտանք ու չվառենք մեր տները։ Հələ մի բան է հիշում եք, գյուղեր կար, որ հանձնում էին, եթե որևիցե մեկը այրում էր իր բնակարանը, այդ մարդկանց հիշում եք ինչ պրոբլեմ էին սարքում տեղի, ուրեմն ոստիկանությունն ու պետությունն ու կառավարությունը։ Մի խոսքով, ոչ ոք չի կարող կասկածել, որ սրանք հանձնել են, ծախել են ուրեմն Արցախը թուրքերին։ Ոչ մի մարդ չկա, որ դրա վրա կասկածի։ Իրանք մեկը մեկի վրա են գցում, բայց վերջում շաբիկները պատրվելու են։ Մի խոսքով, հիմա սրանք պայմանավորվել են իրենց պայմանագրերով 300,000 թուրքերի բերել լսեն Հայաստան։ Այսինքն այս Ալիևը, որ բարձրաձայն ասում է, Երևան է ասում, Գյումրի հետ կապված Համասյայի են հատվածները ասում է թուրքերը բրիկան իրենց են տեղերը բնակվեն, ու Հայաստանում նմանատիպ։ Այսինքն ինչ է ասում, սրանք 10-ից 15 հատ ուրեմն այդպես ասեմ, ցրտում դապաստակը դենց է, չէ՞, դապաստակները այդպես են, սրանք այդպես երեխեք են բերում։ Մենք մի հատ 2 հատ կամ 3 հատ պատրի տրակի։ 10 տարեդո Հայաստանը ամբողջությամբ ղեկավարելու են թուրքերը։ Եվ այս ամեն ինչը տեսնելով ես չէի կարող ձեռնպա մնալ։ Քաղաքի խնդիրը դա հավատացեք երկրորդական է, երբ որ նմանատիպ պատմական, ուրեմն հայրենիք կորցնելու վտանգի առաջ ենք կանգնած։